Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրունբեկ Ուլուի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը կարևորել են հայ-ղրղզական քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործակցության խորացումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։ Տուրգունբեկ Ուլուն փոխանցել է Ղրղզստանի նախագահի ջերողջույնները եւ նշել, որ իր այցը նպատակ ունի նորազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Քննարկվել են նաեւ ոլորտային, օրակարգային եւ տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կմեկնի Ադրբեջանն Ալիևի եւ Պակիստանի վարչապետի հետ մասնակցելու Լաչինի միջազգային օդանավակայանի բացմանը։ Պակիստանի վարչապետը արդեն Լաչինում է։ Օդանավակայանը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։ Թուրքական Անադոլու գործակալությունը հիշեցրել է, որ Էրդողանն ավելի վաղ մասնակցել էր նաեւ Ֆիզուլիի եւ Զանգիլանի օդանավակայանների բացմանը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար։ Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը 2023-ից ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն, սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ եւ այլն։ Հանրության ակտիվ քննադատությունները կարծես թե արդյունավետ են դառնում։ Զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագիծը հնարավոր է լրամշակվի, փոփոխություններ կատարվեն։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ինչ փոփոխություններ էլ կատարվի օրինագծում, այնուամենայնիվ այն ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի սրտով չէ, ինչպես կարելի է փողի դիմաց կոնֆլիկտային գոտում գտնվող երկրի զինված ուժերը կրճատել։ Հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաեւ հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը եւ ստացվում է, որ ունի հնարավորություն նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դա դրա հնարավորությունը չունենալու։ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացմանը։ Այժմ ներմուծվող 100 տոննա ցեմենտի տուրքը 2000-ից կդառնա 8000 դրամ։ 2021-ին ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14000 դրամ տուրք։ 2022-ին այն նվազեցրին, դարձնելով 2000 դրամ։ Այո, 2000 դրամ իջեցնել են, ժամանակել ենք, մենք քննադատել ենք եւ կանխատեսել ենք այսօրը, որ սա բերելու է նաեւ այլ իրավիճակի, երբ որ տեղական արտադրողները սկսելու են արդեն ճնշվել դրսի ներմուծման ծավալներից, կլինկերից սկսած ավարտված հենց պատրաստի ցեմենտի ներմուծման ծավալներով, բայց այն ժամանակ չլսեցիք։ Հիմա էլ ենք ասում ենք սա համակարգային լուծման անհրաժեշտություն ունի, ոչ թե մեխանիկական ամեն անգամ բերել տուրք փոխել։ Հայաստանում տեղական արտադրողը անհավասար մրցակցային պայմաններում է հայտնվել։ Իրանից բավականին ցածր գնով է ցեմենտը ներմուծվում Հայաստան։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների եւ էներգակիրների ցածր գների պատճառով։ Ավելին, կառավարությունում վստահ են, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ցեմենտ արտադրող հայրենական ձեռնարկությունները կփակվեն։ Այս տուրքը մենք դնելով չենք ենթադրում ցեմենտի գնի ավելացում։ Մենք ենթադրում ենք, որ այն լրացուցիչ գեշ աուտը, որը իրականանում է, առաջանում է ներմուծող ցեմենտից, պետք է ուղղակի գեշ աուտը փակվի եւ հնարավորինս արդար մրցակցային պայմաններ ստեղծվի արտադրողի եւ ներմուծողի մեջ։ Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ 42-ից 44000 դրամ է, իրանական ցեմենտը 30-ից 31000 դրամ է, այն գրեթե 1.5 անգամ պակաս է։ Խորհրդարանական հայտարարությունների ժամի հնարավորությունից այս անգամ օգտվեց ընդամենը 5 պատգամավոր։ Հովիկ Աղազարյանը խոսեց ավտոներկրողների շուկայում առկա խնդիրների մասին, ձևակերպեց, թե քննչական կոմիտեի ու ՊԵԿ նախկին նախագահները մեկնաբանել են օրենքը եւ իրենց հայեցողությամբ այն կիրառել արդյունքում ըստ անկախ պատգամավորի ոլորտը կործանվեց Հայաստանում, իսկ պետական բյուջեն ուղիղ մուտքերով չստացավ $400 միլիոն։ Այս օրինակը հիմք ընդունելով Աղազարյանը ասաց, վտանգ է սպառնում նաեւ խաղողագործության շուկային։ Հիմա մենք հետևողականներին ուզում ենք խաղողագործությունը եւ կոնյակագործությունը ոչնչացնենք։ Այն ինչ որ տեղի ունի այսօր Վրաստանում, որ մեքենաները արդեն կան, մեքենաները 45 օրը կանգնած են արդեն այդ վիճակում,
եւ ես ամենակիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում աշխատացնել, վճարել աշխատավարձներ եւ այլ, եւ սա շատ վտանգավոր իրողություն է։ Իշխանական պատգամավոր Բագրատյանն էլ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու իր տարբերակն է առաջարկում, մասնավորապես կարծում է, որ որոշ նախարարություններ կարելի է տանել մարզկենտրոններ։ Օրինակ է բերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայք, ֆինանսների նախարարությունը Արագածոտն, պաշտպանության նախարարությունը Սյունիք։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը Տավուշում կարող է տեղաբաշխել, առողջապահության նախարարությունը Լոռիում եւ դրանք կաշխուժացնի ողջ հանրապետության տնտեսական կյանքը։ Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ակադեմիական քաղաք տեղափոխվել, առևտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել։ Պատիվ ունեմից Տիգրան Աբրահամյանն էլ անդրադարձավ գումարով բանակից ազատվելուն վերաբերող նախագծին։ Գումարային փոխհատուցում սահմանելը ըստ ընդդիմադիր պատգամավորի դուրս է ցանկացած տրամաբանական մոտեցումից։ Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները։ Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները կարևոր են եղել բանակի արդիականացման եւ մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, ասում է պատգամավորը, բայց կարծում է, որ բանակի հիմնարար խնդիրները բացառապես սոցիալական տեսանկյունից դիտարկելը փակուղի գնացող ճանապարհ է, բանակը փորձադաշտ չէ։ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը քննարկում է եկող շաբաթվանից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության հարցը։ Wall Street ժուրնալի տեղեկացմամբ քննարկվող սահմանափակումների մեջ չեն մտնում Ռուսաստանի բանկային ոլորտի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։ Նշվում է, որ նոր պատժամիջոցների նպատակն է հարկադրել Ռուսաստանի նախագահ Պուտինին գնալ զիջումների, այդ թվում համաձայնվել 30-օրյա հրադադարին։ Կանադայի համայնքների պալատի նոր խոսնակին քարշ են տվել դեպի իր աթոռը։ Հին ավանդույթի համաձայն նոր խոսնակին ամբիոնի մոտ են ուղեկցում վարչապետն ու ընդդիմության առաջնորդը։ Ավելին, նրանք ոչ թե ուղեկցում են, այլ քարշ են տալիս մի փոքր դիմադրող խոսնակին։ Այս ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ բրիտանացի խոսնակները կարող էին մահապատժի ենթարկվել, եթե թագավորին փոխանցած լուրերը միապետի սրտով չլինեին։ Ջենիֆեր Լոպեսը ստվերել է բոլորին 2025-ի American Music Awards-ի մրցանակաբաշխության ցուցադրությանը, ներկայացնելով 8 տպավորիչ զգեստ։ Մրցանակաբաշխության ժամանակ նա ոչ միայն վարել է երեկոն, այլև կատարել է վառ երաժշտական համար։ 80-ից ավելի երկրների ուսանողները հրաժեշտ են տալիս Դիլիջանին ու Հայաստանին, խոստանում են լինել ու մնալ Հայաստանի բարեկամը։ Դիլիջանի UWC դպրոցի ավարտական արարողությունն է, որպես երախտիկ հյուրընկալող երկրին հնչում է հայկական երաժշտություն, քոչարի են պարում։ Նաև երախտիքի խոսքեր դպրոցի համահիմնադիրներին Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը, որն իր ամբողջ ջանքն է ուղղել դպրոցի զարգացմանը։ Առանձնակի երախտիքի խոսք եմ ուզում ուղղել դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Վերոնիկա, չեմ կարծում, թե երբևէ մենք կկարողանանք կշռել քո եւ Ռուբենի ներդրումը, բայց մի բան հստակ է, ձեր ժառանգությունը լցնելու է նրանց կյանքը, ում համար դուք ջանք չեք խնայել ու ներդրում ունեցել։ Չկա ավելի մեծ շնորհ, քան կանգնել ձեր ազգի կողքին այս դժվարին ժամանակներում։ Սիրելի Ռուբեն, մեր ցանկությունը մեր հաստատուն երազանքն է, որ դու վերադառնաս այն հողը, որը քո սրտում է, որպեսզի շարունակես կառուցել այն ապագան, որին բոլորս կարոտում ենք։ Հայրենիքը, որը վերածնվում է դիմադրողականության, արժանապատվության եւ միասնության միջոցով։ Երգը, որը պատրաստվում եմ կատարել այդ երազանքների հայրենիքի մասին է։ Հող, որը նվաճեցին մեր նախնիներն եւ դեռևս պահպանվում է մեր եղբայրների եւ որդիների զոհողություններով։ Հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է։ Այս դժվար ժամանակներում, երբ Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում, կնոջը Վերոնիկային դպրոցն ու երեխաներն են ուշ տալիս դիմակայելու։ Բարերար ամուսինների համար կրթությունը միշտ առաջնահերթ է եղել, իսկ կրթական ոլորտի զարգացումը նրանց գործունեության ամենակարևոր ուղղությունը։
Խնդրում եմ հիշեք կրթօջախը, որը օգնել է ձեզ ձևավորվել։ Մենք հանձնառու դարձանք կառուցել մի դպրոց, որտեղ յուրաքանչյուր ոք աճի, զարգանալու հնարավորություն ունի։ Եվ ուրեմն եկեք հիշատակենք ոչ միայն այն, թե ուր ենք հասել այս պահին, այլ նաև թե ինչպես ենք հասել անցել այդ ճանապարհը։ Միասին մենք ուժեղ ենք ձեզ հետ, ես ամուր եմ, եւ շնորհակալություն դրա համար։ Բարերար ամուսինները UWC Դիլիջանի դպրոցը հիմնադրելիս նպատակադրվել էին նպաստել Հայաստանի որպես համաշխարհային մակարդակի միջազգային կրթական եւ մշակութային կենտրոնի զարգացմանը։ UWC Դիլիջանի շնորհիվ ձևավորվում է ավելի քան 120 երկիր ներկայացնող երիտասարդների մի մեծ միջազգային խումբ, ովքեր կկայանան եւ կդառնան ապագայի առաջնորդներ, ճանաչելով եւ գնահատելով Հայաստանը, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրված կլինեն Հայաստանով։ Սա էլ իր հերթին կխթանի միջազգային մշակութային կրթական եւ գիտական կապերի զարգացմանը։ Այսպիսով UWC Դիլիջանի շնորհիվ հայ երեխաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իսկ Դիլիջանում ուսանած օտարերկրացիները դառնում են Հայաստանի դեսպանները։ Մայիսի 27-ին Երևանում Կոմիտասի պողոտայում բախվել են 23-ամյա Լևոնի Hyundai Elantra-ն եւ 73-ամյա Գրիշայի Opel Zafira-ն, ուժածներ չկան։ Բարեբախտաբար տուժածներ չկան, օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին մասամբ կանաչ գազոնի մեջ։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ Երևանում մայիսի 27-ին բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Range Rover-ը ժամը 3:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա եւ Չեխովի փողոցի խաչմերուկում է դեպքը տեղի ունեցել։ Range Rover-ը վարել է 34-ամյա Գրիգորյանը, շտապօգնության մեքենան վարել է 52-ամյա Նազարյանը։ Վերջինը նրա ուղևոր Երևանի բնակիչ 52-ամյա Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Շենգավիթ բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս պահին տեսնում եք դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բժիշկները, ովքեր վթարված ավտոմեքենայից իրենց անհրաժեշտ պարագաները տեղափոխում են մեկ այլ շտապօգնության ավտոմեքենա։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների եւս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների Range Rover-ի վարորդն ու ուղևորն են եղել։ Ի դեպ բախման հետևանքով Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով սրճեպ ապարատին, իսկ վիրավորների մեջ է նաեւ շտապօգնության բժիշկն ու բուժքույրը։ Գիշերը ժամը 2-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում BMW Մագնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի Եվրոթի թեղով պատը եւ մոտ 4.5 մետր բարձրությունից գլխի վայր ընկել է կիսակառույց շինության մեջ։ Ուժածներ չկան։ Ավտոմեքենայի մեջ է եղել նաև BMW-ի սեփականատերը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նշված անձանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։ Կվադրոցիկլը, որը կողաշրջվել էր մայիսի 24-ին Ծաղկաձորում եւ ինչի հետևանքով 2 մահեր գրանցվել, վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։ Վերջինն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Պարզվել են դեպքի մանրամասները, ինչպես նաեւ մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Հիշեցնենք, որ կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով Հրազդան բժշկական կենտրոն էին տեղափոխվել 15-ամյա 4 աղջիկ, որոնցից 2-ը գիտակցության չգալով մահացել էին։
Մայիսի 25-ին Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա Արենի Մերսեդեսը եւ 53-ամյա Արայի Դեուն։ Վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նայիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մայիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում թիվ 49 երթուղին սպասարկող ավտոբուսը դիսպետչերական կետից առանց վարորդի առաջ է ընթացել։ Բախվել բետոնե եւ ալյումինե պարիսպներին, ապակոտրել գազախողովակները, երկաթե հենասյուները եւ հայտնվել զրուցարանում։ Տուժածներ չկան, բայց տարածքում սկսվել է գազի արտահոսք։ Հատուկ մասնագետներով աշխատանքներ են կատարում, որպեսզի արագ վերականգնվի գազամատակարարումը, իսկ գազամատակարարումը վերականգնելուց առաջ Գազպրոմի աշխատակիցները, Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները պետք է փոխեն կոտրված գազասյուները, ինչից հետո գազը կվերականգնվի։ Կոոպերատիվորեն դեպքի վայր են հասել պարեկները, սահմանազատել տարածքը։ Գազպրոմ, Արմենիա Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի Արաբկիր ծառայության աշխատակիցները սկսել են կարճ ժամանակում վթարված գազախողովակը եւ խողովակասյունները նորով փոխարինելու աշխատանքները, որպեսզի գազամատակարարումը տներին վերականգնվի։ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում մայիսի 25-ին։ 35-ամյա Անդրանիկը օպելով վրաերթի է ենթարկել 70-ամյա Նուբարին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապ օգնություն եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Արարատ բժշկական կենտրոն։ Սակայն վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։